հարցերի կարելի է կանաշակել այսօր փոխից նոր ավելի շուտ նոր հայտարարություններ, այլ հայտարարություններ, որոնք նորից հնչեցին, մասնավորապես կապված Բաքվում պահվող հայ վերադարձի հետ կապված Արգենը նշեց, որ մտածություն չկա, նրանց կոչելով ծանր հանցագործներ եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված նորից ընդգծեց, որ Հայաստանում պետք է սահմանադրությունը փոխվի, իր այդ հայտարարությունների հետ կապված ձեր Ցավոք սրտի ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու այդ հայտարարություններին, որոնց մասին խոսում եք, բայց Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերաբերյալ մեր դիրքորոշումը մշտապես նույնն է մնացել, մենք չենք ցանկանում այսպես հայտարարությունների ֆոնով ստվերել այն աշխատանքը, որը կատարվում է ոչ հայտարարությունների մակարդակի վրա եւ մեզ հասու բոլոր գործիքակազմերով փորձում ենք օգտակար լինել, որպեսզի այդ հարցը հնարավորինս արագ հանգուցալուծվի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, նոր սահմանադրության ընդունմանը, ապա մեր դիրքորոշումը այս մասով նույնպես բազմիցս հայտնել ենք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հարցը դա Հայաստանի ներքին հարցն է եւ դա նոր չի, որ հնչեցվում է, դեռ 2019 թվականից մենք դրա մասին խոսել ենք եւ այո, մեզ անհրաժեշտ է նոր սահմանադրություն, բայց դա բացառապես Հայաստանի ներքին գործն է եւ որևէ արտաքին ուժ, անձ, երկիր իրավունք չունի միջամտելու այդ հարցին, դա մեր ներքին գործն է, որով մենք զբաղվում ենք եւ առաջիկայում նաեւ այդ ուղղություններով նորություններ կլինեն, որոնք մեր հանրության հետ մենք կկիսվենք։ Իսկ այդ կետը, որ հնչահարույց է Ադրբեջանի համար փոխվելու է, ինչ է դերում։ Թույլ տվեք չմեկնաբանել զուտ, որովհետեւ նոր տեքստին ես ինքս դեռ չեմ հասցրել ծանոթանալ, գիտեք, որ աշխատանքային խումբ կա, հանձնաժողով կա, որ զբաղվում է, բայց առաջիկայում մենք հնարավորություն ունենալու ենք հանրության հետ դա քննարկել։ Ի վերջո դա մեր բոլորի ընտրության հնարավորությունն է, այսինքն մեր քաղաքացիներն են, ովքեր ընտրության իրավունք ունեն սահմանադրության փաստաթղթի տակ եւ միանշանակ է, որ այդտեղ լայն քննարկումներ պիտի լինեն, բոլորը իրենց կարծիքները պիտի ասեն, ոչ մի բան չի կարող հանրության ուշադրությունից անդին տեղի ունենալ, այսինքն դա բաց թափանցիկ գործընթաց է լինելու։ Շնորհակալ եմ շատ եւ լավ օր եմ ձեզ մաղթում։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։